Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ անդրադառնալ վերջին կատարվող իրավիճակներին և ուզում եմ բոլորիդ վերջնական կոչ անել իզեն պաշտպանենք մեր Սյունիքը, քանի այն չենք կորցրել։ Գիտեմ, որ հիմա պետք է հարձակվեք իմ վրա և ասեք, որ դու էլի ինչպես միշտ ասում ես քոնը, այս կողմ, այն կողմ, դա Հայաստան է, դա Արցախը չի, որ կարողանա տալ, Սյունիքը վաճառված է։ Նիկոլը Սյունիքի ճանապարհ ասելով նկատի ունի Գնիշիկից Նախիջևանի ճանապարհից մինչև Քարավաճառ և մինչև Լաչին, այսինքն ովքեր այդ քարտեզը գիտեն, լավ հասկանում են, դա Գեղարքունիքի մի զգալի մասն է, ես 2 տարի է այդ մասին ասում եմ, մենք գնացել ենք, նկարել ենք երեքին, դա դրել ենք ինտերնետում, բոլորիդ բացատրել ենք, հասկացրել ենք, միևնույն է, ոչ մի կերպ հասկանալ չեք ուզում, հասկացեք վերջապես, եթե Սյունիքը տան, տապանակար կդնեն Երևանի վրա վերջնական, մենք պետություն չենք ունենա, իսկ Նիկոլը արդեն ստորագրել է, արդեն համաձայնվել է, բառացի Սյունիքում ասեց երեկ, խոստովանեք, որ դա ձեր հողերը չէ, դուք ընդամենը այնտեղ ծառ եք տնկել, այդ անասունին, այդ թուրքի ճիվաղին ոչ մի կերպ բացատրել չենք կարողանում, որ Սյունիքը դա Դավիթ բեկի երկիրն է, որ Սյունիքը դա Խուստուպլերն է, Նժդեհի երկիրն է, քանի որ ոչ թե չի հասկանում, այլ ինքը թուրք է, դուք թուրքին դիմավորեցիք սյունեցիներ երեկ, ոչ սյունեցուն վայել մեծարումով, Նիկոլը արժանի էր Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին, և հուսամ, որ վերջապես կգտնվի մի հայ տղամարդ, եթե չէ ստիպված պետք է լինենք կանանցով նրա հարցերը լուծել, որ վերջապես կտեսնի դատաստանը այդ թուրքի լակոտի, Աննան նրա հանցակիցն է, չգիտեմ կինն է, սիրածն է, ինչն է, եթե սիրածն է, ինչի է պետական հաշվին երկրով մեկ աշխարհով մեկ խրախճանում, ձեր հաշվին, մեր հաշվին, ամբողջ ՔՊԿ-ն դա թուրքական պրոյեկտ է, 5-րդ էշալոն, որ ասում են, դա հենց քեմալական պոռնիկների կուսակցությունն է Նիկոլի, հասկացեք վերջապես, Սյունիքը պաշտպանել է պետք զենքով, մինչև Ջերմուկի խաչմերուկ, թուրքն է լինելու նստած, հարց սյունեցիներին, արցախցիների ճակատագիրը կրկնել եք ուզում, թե ձեզ թվում է Երևանը կարող է բոլորիդ համար լինել բերդ, պաշտպանական բերդ, բոլորիս համար լինել կամ Երևանը թուրքը չի ուզելու, եթե Սյունիքը վերցրեց, դե ինչ, սյունեցիներ, ներին դիմավորեցիք, հիմա թող պատրաստվի Գեղարքունիքը, հաջորդը Գեղարքունիք է գալու այդ անասունը, հասկացեք վերջապես, բոլոր նրանց եմ ասում, ովքեր հույսները դնում են Իրանի պաշտպանության վրա, Իրանը չի թողի, որ Սյունիքը տան թուրքերին, Իրանը պատրաստվում է Իսրայելի հետ պատերազմի, Իսրայելի զորքերը գտնվում են, հոպը Իսրայելի մի մասի, գտնվում են Ղարաբաղի տարածքում հիմա, Աղդամում և ադրբեջանցիները դա չեն թաքցնում, դա նշանակում է, որ ավերվելու է նորից մեր երկիրը, դա նշանակում է, որ Իրանը չի կարողանալու մեզ օգնության գալ, դա նշանակում է, որ եկեղեցին փնովելով և աղանդներին ակտիվացնելով Նիկոլը կտրում է եկեղեցի ժողովուրդ կապը, կտրել է, նսեմացնելով բոլոր հերոսներին և բանտերում մեզ փակելով, նա երիտասարդ 44-օրյա հաղթած տղաների, այո հաղթած տղաների համար ահուսարսափ է փորձում ներշնչել, այդ մատղաշ տղաներին ցույց տալու, որ տեսեք, եթե լեգենդար կռվածներին եմ կարողանում փակել ու դատել, ուրեմն դուք ձեզ հաստատ կկարողանամ, այդպես չի տղերք,
Այս հարցը պետք է լուծվի միայն զենքով։ Առանց զենք հայրենիք չեն պաշտպանում, սուտ է։ Բազմիցս կրկնել եմ, նորից եմ կրկնում, եթե քո այգի է մտնում անասուն, նրան պլակատներով չեն լարում, նրան փայտով են լարում։ Նրան փայտով են հանում այգուց։ Սյունիքը վտանգի տակ է։ Չասեք ինչի որտեղից գիտես, չասեք դա Հայաստանի մի մաս է, ջերմուկի սառնել էր Հայաստանի մի մաս, հիմա այնտեղ թուրքերն են նստած, տեղ գյուղը Հայաստան է, նայեք որտեղ է թուրքի դրոշը, նայեք իշխանասարին, նայեք վերջապես Գեղարքունիքի վրա է արդեն թուրքի դրոշ փողփողում, ժողովուրդ ինչքան պետք է նախկին ներկա անելով թույլ տաք որ ձեզ մորթեն, քանի զոհված տղա ունենք իբր խաղաղ պայմաններում, ոչ պատերազմական, ամեն օր մեկը զոհվում է, մեկիդ մտքով անցնում է, մի հատ հետաքրքրվել ու հասկանալ ինչ է կատարվում։ Երևանի կաֆեներում անհոգ նստած թուրքական մուղամ լսող ապուշներ, ձեր երեխաներին Երևանի մեջտեղն են մորթել, ուշքի եկեք։ Ու մի ասեք ինչ որ մեկը աթոռ է ուզում, ինչ որ մեկը պաշտոն է ուզում, չկա գոյություն չունի, հասկացեք, վաճառված է Հայաստանը։ Նիկոլային վաճառել է։ Ու վերջապես եկեք հավաքվենք իրար գլխի։ Թույլ չտանք, որ Նիկոլը իր գրպանի այդ շանուշանթուլաներին, լույսի ասպետ է, լույսի եսի ինչ է, այդ խավարասերներին լցնի փողոցները, ուշադրություն շեղելու համար։ Լույսի բանակ է, ինչ է, բանակ ես գնա Սյունիքը պաշտպանի։ Կարեն, որ կռվի մասնակիցն ես, 44 օր է, որտեղ ես կռվել, որն է պահածը դիրքերը, փաստապացույց, գնա կռվի, գնա սահմանը պահի։ Երևանի փողոցներում Նժդեի նկարին չի կապականում, այ անասուններ։ Դոքից պրծանք հիմա ինչ որ կարեն, մի տղա մարդը եթե չի կարողանում իր ծոցի կնոջ պատիվը պահել, նա ոնց կարող է հայրենիքի պատիվ պահել։ Անկողինդ նկարել գցել էին ինտերնետ։ Սուտի գողականի, սուտի լակոտ։ Հիմա որ ասում են ընդդիմադիրներն իրար են ուտում, ընդդիմադիրները իրար չեն ուտում, պարզապես ոչ մի հաջողության չենք կարող հասնել, քանի չենք զտվել։ Ընդդիմադիրի դիմակի տակ Նիկոլի քամակ պահողներ, հերիք եղավ, փեշներդ քաշեք, Սերոժ լսում ես, փեշդ քաշի Նիկոլի վրից, որովհետև դու մեղավոր ես ոչ քիչ Նիկոլից, նրա հաստատման համար, ու երբ նեղկրուկներում ասում ես, եթե ես չեմ լինի, մենք չենք գալու, թող Նիկոլը լինի, ուզում է թուրքերը թող տանեն Հայաստանը, քո տեղ գյուղը, քո հայրենի տեղ գյուղը, քո ծննդավայրն է տալի թուրքերին, այր վերջապես հասկացեք, այդ օտար երկրներում միաման լափի դիմաց չոքածներին եմ ասում, հայրենիք ուրիշի դրոշի տակից չեն պաշտում, հայրենիք Հայաստանում են պաշտում, հայրենիք պահելով են պաշտում, գոնե ձերներդ կտրեք, ու ապուշ, կողքից մի փորձեք խանգարել, օգուտ չեք տալի գոնե վնաս մի տվեք, ժողովուրդ, սա արդեն մեր պետականության կորստի սկիզբն է, ուշքի եկեք, փողոցներում ցույց անելով երկիր չեն պահում, ժամանակն է բռունցքով, ուժով, ստիպելու է թուրքի ճուտին, Նիկոլ կոչված, թուրքի, փալասին, թուրքին, թուրք, նա թուրք է, և իրա համագործակից, ինչ են ասում, հանցակից Աննային ջհուդի թուլին հետ, պատժել և հայավայել դատաստան տեսնել, արա նիուժելի մի հատ նամուսով հայ տղամարդ գոյություն չունի,
Եկեք հավաքվենք։ Հին ու նոր, բոլոր նրանք, ովքեր որ կրում են հայգեն, եկեք իսկականից հավաքվենք, բռունցքվենք ու իսկականից այս թուրքի թուլից ազատենք մեր երկիրը, հավատացեք, ոչ մի կռիվ չի լինելու։ Թուրքը մինչև Բաքու վազելով է փախնելու էլի։ Թուրքը նույն թուրքն է, նույն վախկոտ թուրքն է, ուղղակի լավ գիտեն, որ իրաց դրածու Նիկոլն է, աթոռին ու գերվճարված ոստիկանա խունտայով ճզմելու է ժողովրդին։ Բոլոր իրենց հայ համարող ոստիկաններին կրկին կոչ եմ անում, տղերք զերծ մնացեք ես ավանտյուրայից, զերծ մնացեք ես ազգադավության գործից, գոնե քաշվեք մի կողմ, ձեր արածը հերոսություն չի, ձեր արածը ազգադավություն է, ու գալու է հաստատ համոզված եղեք օրը, որ հատիկ բոլորը Նիկոլին ծառայելու, թուրքին ծառայելու համար պատասխան եք տալու։ Ինչպես որ հայրենական մեծ պատերազմի ժամանակ պալիցայները հատ պատասխան տվեցին։ Մի եղեք Նիկոլի պալիցայը, մի եղեք թուրք Նիկոլի խամաճիկը։ Գոնե մի կողմ քաշվեք, մի խանգարեք ձեր երեխաներին փրկելու գործին, մի խանգարեք ձեր մայրերին թուրքի դեմը չիաթաղանվելու մեր սուրբ գործին, իսկ բոլոր զենք սիրող, զենքով հայրենիք պահող տղերքին, տղերք մի ասեք դա մեր գործը չի, մեր գործը սահման պահելն է, թուրքը Երևանում է նստած, դա մեր գործն է, մեր, ուրիշ ոչ մեկի, սպասում եմ բոլորի արձագանքին, հատիկար հատիկ սպասում եմ բոլորի արձագանքին, եկեք հավաքվենք, հայրենիքը վտանգի տակ է,